մեկն է, ու ես շատ եմ սիրում։ Եվ պիտի խնդրեմ, որ Մուրադ Մշեցին մոտենա մեզ, Մուրադ ջան, համեցեք։ Դու ինձ համար իդեալ ես, որովհետև իմ եղբայրը Բանաստեղծը մի շարք գրքերի հեղինակ է, զենքը ձեռքին կռվել է հայրենիքի համար, վերջեր է ստացել, ես սիրում եմ քեզ, եղբայր ջան, հարգանք ու պատիվ քո անցած ճանապարհին, շնորհակալ եմ, որ ընդունեցիր իմ խնդրանքը, հրավերը, ուզում էի քեզ տեսնել, համկարոտել էի, համեն ուզում եմ ժողովուրդը տեսնեի քեզ, Մուրադ Մշեցին։ Երկու խոսքով ողջունիր։ Ես երբ լսեցի Արցախ երաժշտությունը, անկախ հիմա ուզում եմ, անկախ ինձանից լաց են եղել։ Մեր երիտասարդները, բոլոր երիտասարդները, նրանք ովքեր հայրենասիրության ջյուղ ունեն մեջը, հայրենասիրության դաստիարակված են, ոգի ունեն, նրանք միշտ քայլում են մեծերի հետ, մեծերից առանձին կտրված չկան նրանք, և մեծերն են նրանց հետ շարունակում։ Դա է մեր հայ ժողովրդի պանծալի փառապանծ այն ուղին և այն խորհուրդը, որ մենք չպետք է կորցնենք։ Ես հիշում եմ դեռ երիտասարդ տարիներից մեր Հովհաննես Շիրազի անտիպ գրված բանաստեղծություններից մեկը, Սայաթ Նովան, եթե կարելի ասել։ Կարելի։ Սայաթ Նովա, մեծ իմաստուն, ես քո իշխով խաղ եմ ասում, ամեն խոսքդ լսելիս Սայաթ Նովա, ջան եմ ասում, դու քո դարից կանգատվում ես, ես իմ դարի դառն եմ ասում, դու նոքար էիր երկու աղի, իմ տերերին համբր չկա, աշխատում եմ գիշեր ու զոր վրաս մարդու էլուշ չկա, կյանքը տառապանք դարձնող անճարին, հանճար են ասում, երկերիդ հետ աշխար անցավ, երկիդ վրա հարկ չդրին, ինչ ասեցիր, ինչ խոսեցիր, լեզվիդ վրա կապ չդրին, դու մի ռամիկ, պալատ մտար, ոտքերիդ արգելակ չդրին, իմ աշխարհը ինձ բանդ է դարձել, էրնեք քու դարին եմ ուսում, չնայած այդ վերջի տողերը, այն ժամանակ, երբ որ Շիրազը գրել է, էրնեք քու դարին եմ ասում, բայց մենք հիմա ուզում ենք, որ այդ էրնեգը մենք մեր եկող նոր գալիք սերունդներին, մեր նոր եկող դարագլխին էրնեգը տանք, որ կարողանանք մենք տեր լինենք այն նրանից հետո, երբ որ մենք Արցախին տեր կլինենք, մենք Արցախը բաց թողեցինք։ Դա շատ թաժան բան է։ Մենք շատ բաներ ենք բաց թողել, բայց չենք կարող մոռանալ դրանք։ Մեր մեջ դա յուրաքանչյուրը մեզանից, այ մեր երիտասարդը բանաստեղծություններ ա գրում, ես մի երկու թռուցիկ, մի երկու բանով չհասցրեցի բոլորը կարդում եմ, բայց ես զգում եմ ազգային բարձր արժանապատվության, գիտակցության այն բաները, որ նա ապրում է իր մեջ, այս իր բանաստեղծություններում։ Եվ դա պատահական չի, դա ուրեմն մտածում եմ, որ մեր մեջ դեռ չի մահացել, մեր մեջ դեռ չի ոչնչացել են վերջի կայծը, մենք դեռ ունենք ներուժ, մենք դեռ ունենք ներուժ, հանձինս ցավը տանել, հանձինս, մեր երիտասարդ բանաստեղծներ, մենք նրանցով ենք երիտասարդ։ Շնորհակալություն։ Երկու բառել ասեմ, Շիրազից երկու բառել ասեմ, հիշեցի, լրիվ չեմ ասի բանաստեղծությունը, այն տողերը հիշեցի շատ ազդեցիկ, դու էլ ես թուրք, ով Արլախում, որ ուզում ես պոկել նորից Մասիսն անգամ իմ շուրթերից,
կախբերանան ողջ ազգերին, որ չթողնեմ թուրքիգերին, բանդվածներն ազատածին, արարատներն արագածին, ոնց մոռանամ թալանվածին։ Չեմ շարունակում։ Չէ։ Ես հպարտ եմ, ես ուրախ եմ ու հպարտ եմ։